Այս օրերին արդարացիորեն շատ քննարկվեց Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանական զինվորականների կողմից դաժանաբար սպանելու, նրան գլխատելու դեպքը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հունիսի 18-ի վճիռը, որով հաստատվեց այդ սարսափելի դեպքը։ Ապրիլի 2-ին 2016 թվականի սկսվել էր ապրիլյան քարորյա պատերազմը, որ Ադրբեջանը սանձազերծել էր Արցախի դեմ։ Ապրիլի 2-ի երեկոյան ես մեկնեցի Արցախ, որովհետև անհրաժեշտ էր իրականացնել փաստերի ամրագրում, ապացույցները հավաքել, որ հետո նաև պաշտպանեինք մեր իրավունքները միջազգային ատյաններում, ենթարկելու համար նաև պատասխանատվության ադրբեջանական պատերազմական հանցագործներին։ Երբ ես հասա Արցախ, արդեն առավոտյան ապրիլի 2-ին ժամը 8-ն անցկեց, ես շատ լավ հիշում եմ այդ սարսափելի փաստերը, դեպքերը, առավոտյան 8-ն անցկեց Ադրբեջանի կողմից Մարտունու շրջանի ներքին ճարտար համայնքի դպրոցին հասցված հարվածի արդյունքում զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը եւ եւս 4 երեխա նրա հետ վիրավորվել էին։ Այդ օրն առավոտյան Թալիշում ադրբեջանական զինվորականները դաժանաբար սպանել էին Տարեթ Զույգի, Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին։ Նրա Վալերա Խալափյանի 92-ամյա մորը Մարուսա Խալափյանին։ Գլխատվել էր Քյարամ Սլոյանը։ Հայկ Թորոյանի հետ կապված դեպքի մանրամասները ես հիշում եմ ապրիլի 3-ին մեր զինվորականները հայտնաբերեցին Հայկ Թորոյանի մարմինը։ Հետագայում նաև փաստերով պարզվեց եւ տարված քննությամբ, որ ապրիլի 3-ին եւ հայտնաբերվեց մարմինը, ադրբեջանական զինվորականները սկզբում կտրել էին նրա աջ ձեռքը, հետո ձախ ձեռքը, հետո նաև կենթանի վիճակում կտրել էին գլուխը, գլխատել էին։ Հետագայում հուղարկավորության ժամանակ չհանձնեցին էլ այդպես էլ հարազատներին մասնատված մարմնի մասերը։ Այսպիսի դաժանություն էր կատարվել։ Իհարկե այս բոլոր փաստերը, այս վճիռը կարևոր է նրանով, որ պետք է մենք արձանագրենք, որ սա առանձին մեկուսացված հանցագործություն չէ, առանձին արարք չէ։ Սրանք մեկ շղթայի մասեր են ադրբեջանական պետական քաղաքականության հետևանքներով։ Որովհետև այս հանցանքները, որոնք էթնիկ մոտիվացիայով են կատարվել, որովհետև Հայկ Թորոյանը հայ էր, այդ դրա համար է այս դաժանությունը կատարվել։ Տեղի ունեցել այս հանցանքը 2016-ին, հետո նորից կրկնվեց 2000 նույն դաժանություններով ավելի դաժան 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, 21 թվականին, 22 թվականին եւ ադրբեջանական պետական հովանավորություն այս հանցանքների միշտ եղել է։ Ընդ որում նրանք կեղծ խաղաղասիրական ծրագրեր էին իրականացնում 2016-ից հետո ես մասնակցել եմ այդպիսի կեղծ ծրագրերի եւ ինքս եմ տեսել, նրանք խաղաղասիրական ծրագրեր էին անում, բայց իրականում տանում էին այս դաժանություններ բերող քաղաքականությունը թշնամանքի։ Այսպիսի դեպքերը Եվրոպական դատարանից վճիռը լավ առիթ է արձանագրելու, որ Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որ այս դեպքը դրվի պետական քաղաքականության, արտաքին քաղաքականության հիմքում։ Սա նման դեպքերը պետք է լինեն մեր կրթական ծրագրերի հիմքում, իրավագիտություն, քաղաքագիտություն, բոլոր մյուս մասնագիտություններն ուսումնասիրող մեր ուսանողները, քաղաքացիները պետք է սովորեն, իմանան, ամեն մեկը իր բնագավառի տեսանկյունից, թե ինչ պատճառներ ունեին այս հանցանքները, ինչպես պետք է դրանք կանխարգելել, ինչպես պետք է ամեն մեկը աշխատի իր բնագավառում, որ թույլ չտա հետագայում նման բան, իսկ հանցանք կատարածները պատժվեն։ Արտասահմանյան կրթական հաստատություններում սա պետք է մտնի, ցույց տրվի, ինչպիսին են լինում ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, ովքեր են դրանք կատարողները։ Սա անհրաժեշտ է մեր իրավունքների համար, որովհետև այս դեպքը ցույց տվեց, որ երբեք մենք չպետք է հրաժարվենք մեր իրավունքների պաշտպանությունից։ Միշտ ամեն դեպքի հետևից պետք է գնալ, որտեղ էլ որ լինի, ինչքան ժամանակ էլ անցած կլինի։ Ես սա միշտ եմ ասել։ Եվ սա այս ամենը մենք սրանով ոչ թե ինչ որ մեկի դեմ ենք պայքարում, այլ հանուն մեր իրավունքների, որ հետագայում մեր սերունդները լինեն պաշտպանված, մեր հայրենակիցները, մեր ազգը, ժողովուրդը լինի պաշտպանված եւ մենք կարողանանք մեր իրավունքներին տեր կանգնել։ Ես ուզում եմ նաեւ ասել, որ այդ օրերին 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին նաեւ Արցախում էին փաստահավաք աշխատանքներ անում Արտակ Զեյնալյանը, Արա Ղազարյանը, փաստաբաններ։
Ռուբեն Մելիքյանը հետագայում Արցախի մարդու իրավունքների պաշտպանը արդեն Թալիշ գյուղում իր տված ասուլիսում սրանք եւս մեկ անգամ արձանագրեց այս դեպքերը։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման կրկնություններ հետագայում տեղի չունենան։ Եվ այս պայքարի նաև հետ կապված էր, որ ապրիլյան պատերազմի ժամանակ նաև ներդրվեց այդ իմ կարծիքով շատ կարևոր կարգախոսը ապրելու ապրիլ։ Այսինքն մենք պետք է մեր իրավունքների համար պայքարենք, որպեսզի որևէ մեկը ռիսկ չանի, իրեն թույլ չտա հանգարց նման վերաբերմունք դաժան։ Այն էլ խոսքը վերաբերում է ադրբեջանական այս պետական քաղաքականությանը։